Աստուծո այն կյանքը թեթևացնելու ցորեն եմ ուզում ցանեմ։ Նախատեսվում է փոխհատուցել ծախսերի 50%-ը։ Ձեր թույլատրելի սահմանը 42-ն է կորուստները։ Դուք այսօր տեղեկա 70-80% կորուստ ունեք։ Մենք ունենք շատ լավ բերի հողեր, բայց չունենք ոռոգման ցանց։ Ես չեմ կարող թիվ ասել բոլոր գյուղական բնակավայրերի համար։ Տարեկան ասոց դնում են, տարեկա չեն դնում։ Նախորդ տարվա համեմատ 10 սանտիմետրով պակաս է սևանալի չէ։ Ով ինչ հնարավորություն ունի, այն օգտագործում է։ Պետք չի մարդկանց տագնապի մեջ պահել, որ գիտեք ինչ-որ գլոբալ տաքացում կա, որի հետևանքով ջուրը անհետանում է։ Իրանում, Ուկրաինայում պատերազմներն ինչ խնդիրներ կարող են ստեղծել Հայաստանում պարենային անվտանգության առումով։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի առաջի տարում հացահատիկի խնդիրներ առաջացան, որովհետև հստակ չափորոշիչներից չկային, ինչքան հացահատիկ կարող է արտադրվել եւ այլն։ Ռուսաստանը էմբարգո հայտարարեց, արտահանման քվոտաներ դրեց եւ առաջի տարին բացի ԵԱՏՄ երկրներից, որը հետո օրենք ընդունեց սկսեց տալ, բացի ԵԱՏՄ երկրներից այլ երկրների ցորեն չտվեց, ինչը եթե հանկարծ մենք ԵԱՏՄ կազմում չլինեինք, այդ ժամանակ ունենայինք հացահատիկի խնդիր կամ հացահատիկի լուրջ գնաճ, այդ ժամանակ գինը բարձրացել էր տոննան մինչև $600-700։ Եղավ սպառնալիք, որը երկարապատերազմի երկարաձգվելուց հետո կարգավորվեց, բայց դա մեր համար հստակ ցուցիչ էր, որ պետք է Հայաստանը պարենային անվտանգության առումով հստակ հնարավորինս լինել ինքնաբավ։ Իրանը մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարևան է եւ Իրանի հետ պատերազմը երբ որ առաջի մի քանի օրը Իրանում ընդհանրապես արգելեցին գյուղմթերքի արտահանումը, որպեսզի պատերազմական դրության ժամանակ իրանք պարենային ինքնաբավության հարց կարողանան լուծել եւ հաշվել, դա մեզ մոտ շատ արագ արձագանքեց, մեր շուկան արձագանքեց եւ շատ արտադրատեսակներ, գյուղատնտեսական մթերքներ, որոնք ներկրում ենք բացառապես Իրանից, ունեցան բավականին մեծ գնաճ։ Ու միջև հիմա որոշ արտադրատեսակների գնով գնաճը զսպվեց, բայց ամբողջությամբ չի հետ վերադարձել նախորդ գներին։ Հայաստանը հացահատիկներ կրող երկիր է։ Օրերս կառավարությունը հայտարարեց, որ նախատեսում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային եւ կերային մի շարք մշակաբույսերի աճեցման հետ կապված ծախսերի 50%-ը։ Որքան արդյունավետ կարող է լինել այս քայլը։ Կարող է լինել արդյունավետ, բայց ամբողջ արժեշղթան պիտի փակվի, առաջինը սերմերի որակի վերահսկողություն պիտի իրականացնի, որ տնտեսվարողը, ֆերմերը կամ գյուղացին չտուժեն վատ սերմերի հետևանքով, որովհետև եթե սերմերի որակը լավը չեղան, ցանկ հետ կապված, բերքատվության հետ կապված խնդիրներ են ունենալու, եւ ինքը այս կարճաժամկետում գարնանացան հետ կապված կշահագրգռի բնակչությանը ավել հողակտորներ ցանել եւ տարբեր մշակաբույսեր ավելացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքների մեջ։ Իսկ եթե այդ ռիսկերը չկանխարգելվեն եւ արժեշղթան ամբողջությամբ չփակվի, կլինի, ինչպես ռուսներն են ասում, деньги на ветер, փողը քամուն տալ կլինի։ Գյուղացիները պարբերաբար դժգոհում են ոռոգման ջրի պակասից։ Այս խնդիրը լուծելի է, եթե այո, ինչպես։ Ռեկորդակիր ենք ջրերի կորուստի առումով, մինչև 70% մենք ունենում ենք ջրերի կորուստ վատ կառավարման հետևանքով, ինչը բերում է շատ լուրջ վնասների գյուղատնտեսության ոլորտում, շատ լուրջ խնդիրների, շատ տեղերում այգիներ են չորանում, դաշտեր են չորանում եւ նորմալ չկազմակերպելու դեպքում մենք ունենում ենք ջրային ռեսուրսները, որը 21-րդ դարում անգնահատելի գանձը, շատ կարևոր գանձ է մեզ համար, ուղղակի վատնվում է կամ լցում է գետերը, գնում են հարևան երկրներ, ինչը ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի խիստ անհրաժեշտ է առաջնակարգ լուծումը ոռոգման համակարգի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման հարցը լուծելը, թե ավազանների տեսքով, թե ոռոգման ցանցերը բարելավելու, թե փակ խողովակներ ներդնելու եւ բազմաթիվ այլ գործառույթներ իրականացնելու միջոցով, որովհետեւ ինչքան կլիման տաքանում է, այնքան ջրի խնդիրը ավելանում է եւ մեր հարևան երկրների օրինակով կարող ենք տեսնել Իրանում Ուրմիա լիճը ամբողջությամբ ցամաքեց, կարելի ասել, ինչը լրջագույն էկոլոգիական վնաս է հասցնել տվյալ երկրին։
Տարբեր տարիների իշխանությունները հայտարարել են, որ գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման հսկայական ներուժ։ Ռազմավարություններ են ընդունել, ոլորտում սակայն էականաց չի գրանցվում։ Ինչպիսի համակարգային եւ երկարաժամկետ լուծումներ են անհրաժեշտ։ Մեր երկրում բոլորը խոսում են գյուղատնտեսության, բոլորը հասկանում են, պատկերացնում, որ գյուղատնտեսության ներուժը շատ մեծ է, քանի որ մենք ունենք ամենակարևոր երկու տարրերը՝ արև եւ ջուր։ Ի տարբերություն շատ երկրների, որոնք թե ջրի խնդիր ունեն, թե արևի խնդիր ունեն, մենք ունենք արև եւ ջուր, մենք ունենք համապատասխան հողատարածքներ, բայց ոչ կոմպետենտության պատճառով, սխալ քաղաքականության պատճառով մենք քանի տարի ունենում ենք միայն գյուղատնտեսության ոլորտում բացասական աճ կամ լավագույն դեպքում շատ չնչին դրական աճ, ինչը այդ երկար բացասական աճի ֆոնին ընդհանրապես չի երևում եւ ունենք մոտավորապես 40%-ից ավելի քիչ օգտագործվող հողատարածքներ։ Պետք է համակարգային պետական մտածելակերպ, խոշորամասշտաբ գործողություններ, ճիշտ գործիքակազմի կիրառում, ամբողջ երկրով մեկ տեխնիկայի պարկի թարմացում, միջնաժամկետ եւ կարճաժամկետ, երկարաժամկետ ռազմավարության ներդրում։ Մեր ամենակարևորներից մեկը մթերման կայանների, լոգիստիկ կենտրոնների ստեղծում ըստ մարզերի, ըստ տարածաշրջանների, որոնք ապահովեն բերքի մթերումը ֆերմերներից եւ արտահանումը դեպի միջազգային շուկաներ։ Անհրաժեշտ են ճիշտ տարածքներում ջերմատնային տնտեսությունների հիմնում եւ մեծացում։ Անհրաժեշտ է հաշվարկ հարևան երկրների համեմատած ինչ սուբսիդիոն քաղաքականություն իրականացնել, որ ջերմատնային տնտեսություններում ստացած բերքը ավելի բարձր ինքնարժեք չունենա, քան հարևան երկրներինը։ Ու սենց բազմաթիվ պետք են սելեկցիոն կայաններ, սերմնաբուծարանների ստեղծում, այսինքն վերագործարկում ենք, այս ամեն ինչը ունեցել ենք, առանց դրանց հնարավոր չի։ Անասնապահության ոլորտում կարդինալ քայլեր են պետք։ Եվ այս ամեն ինչի շնորհիվ մենք ունենանք շատ արագ աճող գյուղատնտեսություն եւ պարենային ինքնաբավության խնդրի շատ արագ լուծում։ Տավարի միսը թանկացել է։ Ինչու եւ ինչպես կարելի է լուծել այս խնդիրը։ Հայաստանում տավարի գլխաքանակը բավականին պակասել է վերջին տարիներին։ Ինքը ունի մի քանի պատճառներ, Արցախյան պատերազմից հետո հողատարածքների մեծ արոտավայրերի կորուստ, որ չունենք, սխալ տնտեսվարման հետևանք է, որը չի իրականացում, սխալ պետական քաղաքականության հետևանք է, որը այդքան պետությունը գումար է ծախսում, բայց անօգուտ եւ ճիշտ քաղաքականություն չի կարողանում իրականացնել, որպեսզի մենք ունենանք անասունների գլխաքանակի աճ եւ ամենահետաքրքիր նաեւ բաներից մեկը, ֆակտորներից մեկը վերջի տարիներին հիվանդությունների անընդհատ տարածումը, ինչի պատճառով ունեն մենք անկումներ եւ այս տարի նաեւ Ռուսաստանում խնդիր առաջացավ հիվանդությունների հետ կապված, որը շատ դեպքերում մենք Ռուսաստանից նաեւ ներկրում ենք տավարի միս, իսկ այս տարի 25 թվականին Ռուսաստանը ներկրել է 570,000 տոննա տավարի միս։ Սելեկցիոն կայաններ են պետք, որպեսզի ստանանք մեր տեղանքին հարմարվող սորտեր համապատասխան խաչասերումների պատճառով, անընդհատ ուշադրություն այդ ոլորտում, խնդիրների, հիվանդությունների կանխարգելում, ճիշտ կանխարգելում, ճիշտ ժամանակին պետք է կարանտին հայտարարել, կարանտին անել, որպեսզի չտարածվեն։ Ու սենց բազմաթիվ տարբերակներ կան լուծումների, ինչի գլխավորների մասին ես խոսեցի։